Մենք հյուր ունենք, բարև ձեզ, շատ ուրախ ենք, որ հասակում ես, Պողոսյան Սոնան է հյուրընկալվում, մեզ մոտ ստուդիայում, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի Հանրապետության կառավարման պետական ակադեմիայից դասախոսող եւ առաջատար մասնագետ, մեր թեման այսօր հիմնականում վերաբերվել է ստեղծագործականությանը, Եվ որպես ժամանակակից կառավարչի հոգեբանական կարևոր գործոն ենք դիտարկելու այս հատկությունը բանական մարդու ընդհանրապես վերջին շրջանում մի տեսակ մենք որոշել ենք լրջորեն զբաղվել բնակչության հոգեկան առողջությամբ ես այդպիսի եզրակացության կարող եմ գալ որովհետև հաճախ է մեզ մոտ ստուդիայում լինում հոգեբաններ տարբեր ուղղություններով մասնագիտացած եւ այսօր հասել ենք ստեղծագործականությանը Շնորհակալություն, որ եկաք Սոնա։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Ողջույն։ Եվ սկսենք նրանից ինչ է ստեղծագործականությունը։ Ինչ երևույթ է դա, ինչպես է դա առաջանում, որ տարիքում է ձևավորվում որպես կանոն, ասում են, որ մինչև 5 տարեկան։ Շատ Հետո արդեն իհարկե ու մոտ ոնց ինչպես կստացվի։ Խնդրեմ, նախ նկարագրենք ինչ է իրենից ներկայացնում ստեղծագործականությունը։ Շնորհակալ եմ եւ սկսեմ նրանից նախ պիտի ես գործածեմ ստեղծարարություն բառը եւ ոչ թե ստեղծագործականություն որովհետեւ մենք հայերենում ունենք դրա համարժեք այսինքն կրեատիվություն բառը համարժեք ունենք ստեղծարարություն եւ ստեղծագործելու գործընթացից այն տարբերվում է այդ առումով ստեղծարարություն բառն ենք գործածում եւ իմ բոլոր աշխատություններում մենք առհասարակ ստեղծարարություն ենք գործածում։ Այսինքն ներողություն տարբերությունը տворчество и креативность։ Այո։ Կա տարբերություն։ Եվ նաև ինչպես նշեցիք դուք էլ, հա, ինքը շատ ժամանակակից է այսօր, հա, շատ գործածվում է, բայց միևնույն ժամանակ այդ ժամանակակից լինելու հետ մեկտեղ իրականում ստեղծարարության էությունը ինքը, ստեղծարարությունը հենց որպես այդպեսին, հենց հոգեկան առողջության պահպանման համար է, որպես անձնային որակ է, որը որ հնարավորություն է տալիս հոգեկանը հոգեպես առողջ լինել։ Ինչպես է պահում հոգեպես առողջ, որովհետև մարդը ստեղծարարության միջոցով ստեղծում է, սա ստեղծելու ընդունակությունն է, եւ երբ որ ստեղծում է այդ գործընթացում մարդը մի օրինակությունը հաղթահարում է։ Այսինքն այն ձանձրույթ է մի օրինակությունը, որ կա իր առօրյայում Եվ սա այդ առաջնային ստեղծարարությունն է, այսինքն մարդու առօրյա գործունեության մեջ, որը որ իրեն անհրաժեշտ է։ Իսկ երբ որ մենք գործ ունենք արդեն այսպես համաշխարհային ստեղծարարության հետ, այսինքն արդյունքի հետ կոնկրետ երբ որ գործ ունենք, սա արդեն իրեն անվանում ենք երկրորդային ստեղծարարություն, որը որ համամարտկային արժեք է եւ մյուսները կարող են գործածել։ Ես մի հարց տամ, օրինակ երեխաները սիրում են, չէ, տարբեր իրերից օրինակ մարդու դեմք ստանալ։ Օրինակ, բլիթի վրա նախաճաշի կարող են երկու զեյթուն դնել աչքերի տեղը, հետո մի հատ փոքրիկ ինչ-որ մի հատ, չգիտեմ, բրոկոլի կտոր դնեն քթի փոխարեն, հետո կիտրոնի կամ նարնջի, ասենք, կեղևից բերան ստանան եւ ստացվում է ինչ ժպտացող մարդուկ։ Սա ստեղծարարություն է։ Այո, սա Եվ դա բնորոշ է միայն կենտրոնիակներից մարդուն, չէ, որովհետև կենտրոնական աշխարհում ես կարծես Այո, սա ավելորդ բան է, հասկանում եք։ Սա կարծեք թե այսպես եթե դիտարկենք, հա, ինչպես շատ խոսվում է դրա մասին, ամենակարևոր որակ, որ եթե դիտարկենք մարդու համար եւ նաեւ նշեմ, որ եթե մենք ունենք այսօր մի որակ, որով կհաղթենք արհեստական բանականությանը եւ այսօրվա տեխնոլոգիաներին դա ստեղծարարությունն է եւ դա այնպես ինչպես դուք նշեցիք երեխաների մոտ այդ շատ լավ է ստացվում այդ համադրելու տարբեր իրերից համադրելու եւ նորը ստեղծելու ունակությունը որը որ երեխաների մոտ շատ զարգացած է եւ իրենք քանի որ սոցիալական միջավայրում դեռևս գործ չունեն կաղապարների հետ այսինքն հասարակության կողմից չկան ստանդարտներ, կանոններ, արգելքներ, սա ճիշտ է թե սխալ է եւ երբ հարցի առաջանում երեխաներն են ավելի ստեղծարար թե մեծահասակները չկա հստակ պատասխան որովհետեւ Պարզապես մեծահասակների ստեղծարարությունը չի դրսևորվում, այսինքն կաղապարները ավելի շատ են, յուրաքանչյուր անձ ստեղծարար է։ Պարզապես երեխան ավելի շատ այդ կաղապարներից եւ ավելի նաեւ քիչ ունի գիտելիքներ, որոնք որ թույլ են տալիս իրեն այդ սահմանափակումներից դուրս չգալ եւ բնական է այս պարագայում ինքը այդ համադրությունները շատ լավ է ստեղծում եւ դա այդ այսօր նաեւ ինքը այդպես եթե
խոսենք, ինքը հենց այդ կոմբինատոր ստեղծարարությունն է, հա, այսինքն որը որ շատ մենք դրա հետ հիմա շատ գործ ունենք, այսինքն նորություններ որ ստեղծվում են, իրենք շատ լավ հնի կրկնություններն են, այսինքն ինչ որ մի բան միացվում է եւ այդ միացության մեջ կոմբինացիաներում, համադրություններում ինքը նոր ձև է ստանում։ Իսկ բոլոր մարդիկ տվյալ դեպքում երեխաներն են, այդ ունակությամբ օժտված, հա, ի սկզբանե, թե դա այնուամենայնիվ ժառանգականության հետ կապ ունի, սոնական, ընդհանրապես աշխատանքներ արված։ Շատ կան, հետազոտություններ շատ կան, բավական շատ հետազոտություններ կան, որոնք որ ցույց են տալիս, որ հիմնականում յուրաքանչյուրանց ստեղծարար է։ Այսինքն մենք ելնում ենք նրանից, որ հոգեբանության մեջ նրանից, որ յուրաքանչյուրանց ստեղծարար է, պարզապես սոցիալական միջավայրում դրանք չեն դրսևորվում։ Այսինքն կան արգելքներ, որոնք որ թույլ չեն տալիս, որ սոցիալական միջավայրում դրսևորվեն։ Այսինքն այդ խոչընդոտները, պատնեշները թույլ չեն տալիս, որոնք որ սոցիալական միջավայրում իրենց ստեղծարարությունը ամբողջ էությամբ արտացոլվի։ Իսկ յուրաքանչյուրանց ինքը ստեղծարար է։ Այսինքն կարելի է զարգացնել, այո, կարելի է զարգացնել եւ հենց մենք պետական կառավարման ակադեմիայում էլ ունենք հենց զարգացման գիտական թեմա ունեինք, հիմա էլ ունենք, հա, այսինքն շարունակում ենք այդ գիծը, որտեղ որ խնդիր է դրված հենց ստեղծարարությունը զարգացնելու, այսինքն զարգացնել, որպեսզի հնարավորություն տանք այս դեպքում մենք ոչ թե ավելի շատ զարգացնում ենք անձի, հա, ինքը ինչ որ մի բան է, որով պետք է ունենա, այլ պարզապես այդ կաղապարները, խոչընդոտները, արգելքները, որոնք անձին թույլ չեն տալիս ստեղծելու, ստեղծարար լինելու, դրանք արգելքները հաղթահարվում են եւ անձը կարողանում է իր ստեղծարարությունը դրսևորել։ Բայց հաղթահարելու այդ գործընթացում հաշվի առնվում է, որ ամեն դեպքում յուրաքանչյուր մարդ ունի, այսպես պայմանական ասած, ուղեղի կառուցվածք, հա, չէ՞ որ մարդիկ բաժանվում են, ավելի շատ մեկը հակված է հումանիտար առարկաների, մյուսը արվեստի նկատմամբ, երրորդը ճշգրիտ գիտությունների եւ ինչպես ասենք երգեցողությունը, հա, բոլորը կարող են ինչ-որ երգել, բայց ոմանք օժտված են աստվածատուր ձայնով, մեկ ուրիշը նկարչությամբ, չորրորդը նկատի ունեմ զարգացնել, բայց եթե մարդուն տրված չէ այդ ստեղծարարությունը, միևնույն է մասնագետի օգնությամբ կարելի է զարգացնել, թե կարելի է հաշտվել, որ չկա եւ վերջ։ Տեսեք, եթե մենք ելնում ենք այն խնդրից, որ սովորաբար, հա, ստեղծարարությունը ինչ ենք դիտարկում եւ ինչի համար ենք ուզում, այսինքն որն է մեր նպատակը եւ խնդիրը, եթե մենք ուզում ենք այդ առօրյական ստեղծարարությունը զարգացնել, բնական է մենք բոլորի մոտ կարող ենք զարգացնել այս կաղապարները, խոչընդոտները հաղթահարելով։ Եթե մենք արդեն գալիս ենք որպես արդյունք ստեղծելու, այսինքն նոր արդյունք ունենալու տեսանկյունից բնական է, այստեղ մենք անձի եւ ինտելեկտուալ առանձնահատկություններ ենք հաշվի առնում եւ անձնային որակներն ենք հաշվի առնում, որովհետեւ իմ գիտական հետազոտություններն էլ են ցույց տվել, որ անձը կարող է ունենալ մտածողության յուրօրինակություն, մտածողության արագություն, ճկունություն, այսինքն մտածողության բոլոր գործընթացները շատ լավ զարգացած են, բայց անձը չի դրսևորում իր ստեղծարարությունը, զուտ այն պատճառով, որ անձնային որակները, օրինակ ռիսկի գնալու հակվածությունը անձի մոտ թույլ է զարգացած, այսինքն սա խոչընդոտ է իր համար, ռիսկի չի դիմում, հա, չի դրսևորում եւ նաեւ դրան բախվում է նաեւ այն միջավայրը, որը որ չի ստեղծում եւ հատկապես աշխատանքային միջավայրում ու կառավարման համակարգում ավելի քիչ է դրսևորվում, այսինքն սա արդեն իսկ կարող է խոչընդոտ լինել, որ անձը ինքն իրեն չի վստահում, իր գաղափարի արժեքը չի վստահում, այսինքն ինքնավստահության պակաս է կարող է բերել նրան, որ անձը այսպես լինում է, չէ՞, շատ հաճախ մարդը շատ լավ գաղափարներ է առաջարկում, բայց ասում է դրանք ինչ արժեք չունեն կամ հենց ինքը դրանք չի հավատում եւ ուրիշները կարող են դա շատ արագ որսալ, հա, վերցնել այդ գաղափարները, բայց ինքը չի գնում դրա իրականացնողը չի լինում։ Այդ իսկ պատճառով ստեղծարարությունը ինքը եւ ինտելեկտուալ որակների եւ անձնային որակների համադրությունը եւ ինչու՞ չէ նպաստող եւ խոչընդոտող գործոնների ամբողջություն է, համալիր է, այսինքն մեր ուսումնասիրությունները կոնկրետ հենց ուղղված են այս բաղադրիչների ուսումնասիրության ու բացահայտման, այսինքն ինչպես է անձի մոտ այդ բոլորի արկայության դեպքում ոնց է անձը դրսևորում իր ստեղծարարությունը։ Իսկ կարելի ասել, որ երբ մարդը տիրապետում է այդ ստեղծարարությանը, դա օգնում է իրեն բոլոր ասպարեզներում, բոլոր ոլորտներում որոշում կայացնելիս, կենցաղում, մի շարք հարցերում, եթե մարդը օժտված է այդ
հատկությունով։ Այո, շատ հաճախ հենց խնդիրը առաջանում, երբ որ ասում են օրինակ, զարգացում ենք ստեղծարարությունը, որ ինչ, հա, այսինքն նման հարցադրում ինձ տալիս են, հա, այսինքն ինչու եք զարգացնում, նպատակը որն է։ Զարգացնում ենք, որովհետև իրականում ստեղծարարությունը ինքը օգնում է, որ մարդը որոշումներ կայացնելիս, հա, այլընտրանքային որոշումներ է փնտրում, այսինքն չի գոհանում մեկ որոշման տարբերակով, այլ փնտրում է մի քանի տարբերակներ։ Եվ նաև շատ հետաքրքիր հետազոտության տվյալներ ունենք, մենք հենց կառավարիչների շրջանում, որտեղ իրականացված է, նրանք ովքեր ունեն ստեղծարարության բարձր մակարդակ, ցուցանիշներ, նրանք հետաձգում որպես որոշման ընդունման տիպ, տեսակ, այսինքն մարդիկ, ովքեր որոշումներ ընդունել հետաձգում են, սովորաբար չեն ընտրում հետաձգում, այսինքն իրենք միշտ գնում են որոշումներ կայացնելու, չեն հետաձգում որոշումներ ընդունել։ Սա շատ հետաքրքիր է, որովհետև սա նաև կառավարման ոլորտում է, հա, բնորոշ ղեկավարներ, կառավարիչները իրենք ձգտում են հետաձգել, այսինքն կա այս ոճը, այս տիպը, բայց երբ որ ստեղծարարության մակարդակը բարձր է, ինքը հակառակը, հա, ինքը ձգտում է անպայման որոշումներ կայացնել, այլընտրանքային որոշումներ գտնել, այսինքն եւ նաեւ արագեն որոշումներ ընդունում։ Ի վերջո հենց ստեղծարարությունը ամենաշատը օգնում է անձին անորոշ իրավիճակները հաղթահարելու գործընթացում, այսինքն երբ մենք որոշակի իրադրությունը կոնկրետ կա խնդիրը լուծում ենք, ունենք հստակ քայլեր, իսկ ստեղծարարությունը ինքը դուրս է գալիս այդ սահմաններից, ոչ ստանդարտ լուծումներ է առաջարկում եւ այդ պարագայում անձը այդ այլընտրանքները իրեն օգնում են ճկուն, այսինքն ինքը ճկուն է, ինքը այլընտրանքներ է որոնում, ինքը կարողանում է տարբեր կատեգորիաներով մտածել եւ բնական է այս դեպքում ինքը այնպիսի որոշում է կայացնում, որը որ նույնիսկ չէր կարող պատկերացնել եւ նույնիսկ կա այսօր ինքը շատ նաեւ հետաքրքիր է չափավոր ստրեսի պայմաններում, այսինքն երբ որ շատ այրեղ ստրես չի, չափավոր ստրեսային իրադրություններում անձի ստեղծարարությունը հենց ամենաշատը զարգանում է, այսինքն այլընտրանքներ որոնելու ունակությունը անձի մոտ շատ ուժեղանում է եւ ինքը շատ արագ որոշումներ է կայացնում։ Սոնա, կա հատուկ տեստեր, չէ, այդ ուրվագծերով սիլուետային, երբ որ նայում են ասում են ինչի է սա նման, մարդը նայում է ասում է սրան է նման։ Չէ, ըստ դրա մասնագետներ ինչ որ ես ենթադրություններ են անում, ինչ է կատարվում մարդու գիտակցությունում, գլխուղեղում, չէ, եւ ընդհանրապես մենք նայում ենք ամպերին ինչ որ մարմիններ ենք տեսնում, կենդանիներ եւ այլն, բայց արծիվը, որը որ այդ բարձունքից թրջում է ամպերի մեջ ոչինչ չի տեսնում, այսինքն դա մենք եկանք այն եզրակացության, որ մարդուն բնորոշ բան է, ինչի մասին խոսում ենք, միայն, այսինքն բարդ նյարդային համակարգի պրոդուկտ է։ Հիմա ինչի համար է պետք ղեկավարին, ով ի վերջո մենեջեր է, այսինքն կառավարող է, մարդը, որ նրա գործն է ինչ, որ աշխատանք արվի, հասկանում եք, արվի ժամանակին, այդ ստեղծարարությունը իհարկե լավ բան է, բայց կան համակարգեր, որտեղ որ երևի հստակ աշխատանքն է կարևոր, պատճառը հետևանքային որոշումներ, հետո հետաքրքիր բան ասեմ, ամեն 10-րդ ղեկավար Ամերիկացիական նահանգներում պսիխոպաթիայի այս կամ այն տեսակի խնդիրներ ունի։ Պսիխոպաթները դրանք շատերից մոտ չէ, անկանոն պսիխիկայով մարդիկ են, բայց իրականում պսիխոպաթիայի ամենավառ արտահայտումը դա կարեկցանքի բացակայությունն է, խիղճ չունեն, չեն տեսնում դիմացի մարդու խնդիրների խորությունը եւ այլն։ Բայց դրանք շատ էֆեկտիվ ղեկավարներ են, հասկանում եք, պետք չէ նրանք նստած են իրենց կաբինետում եւ կառավարում են, ասում են դու սական ես, որ նախատնեն նրան, ով որ չի հասցնում, պարգևատրեն նրան, ով ավելի լավ է անում աշխատանքը մնացածից։ Մի խոսքով, ես այդպիսին եմ տեսնում ղեկավարի հիմնական գործառույթը։ Հիմա քննեմ Սոնա ջան, ձեր փորձից ելնելով բացատրեք ինչի համար է պետք ղեկավարին այդ ստեղծարար մտածելակերպը։ Եվ որտեղ այն պետք գալի, հասկանալի է, օրինակ ես հավելեմ հարցս մի քիչ երկար ստացվեց, բայց ճգնաժամային կառավարման մեջ միգուցե ոչ ստանդարտ լուծումները ճիշտ տեղին կլինեն կամ բայց խաղաղ ժամանակներում, երբ որ համակարգված չէ աշխատանքային ռեժիմ կա, ինչ որ շարունակական է տարիներով գործը պիտի արվի։ Այստեղ այս ստեղծարարության կարևորությունը ճիշտ ասած միջև վերջ չեմ հասկանում, բացատրեք խնդրում եմ։ Շատ լավ, տեսեք, կառավարման հարացույցը ինքը այսինքն փոխվել է նրանով, որ եթե նախկինում ղեկավարը, այսինքն այդ կառավարչի կերպարը այնպիսին էր, որ այո, ինքը դնում էր հստակ նպատակ, պլանավորում էր, հետո վերահսկում էր այդ, այսինքն իրագործումներ վերահսկում եւ այսպես բոլոր քայլերով իրականացվում էր, այսօր կառավարման այդ մոդելը ավելի քիչ աշխատող է։
Ինչու, որովհետև հենց այստեղը որ ներառվում է հենց այդ ստեղծարար կառավարում հասկացությունը։ Ինչու ստեղծարար կառավարում։ Ստեղծարար կառավարումը ինքը ենթադրում է հենց այստեղը որ արդեն գալիս է կառավարչին ստեղծարարության անհրաժեշտություն։ Ստեղծարար կառավարումը ինքը ենթադրում է, որ առաջնահերթը դառնում են խնդիրները, այսինքն խնդիրների լուծման գործընթաց, եւ երբ որ խնդիրների լուծման գործընթացն է առաջնահերթը, երկու ստեղծարար կառավարումը երկու ուղղությամբ է գնում։ Մեկը կառավարչի իր ստեղծարարությունը դրսևորելը, որը ոչ թույլ է տալիս արագ արձագանքել խնդիրներին, կոնկրետ խնդիրներ լուծել, այսպես իր գործունեության արդյունավետությունը բարձրացնել, եւ երկրորդ ուղղությունը աշխատակիցների ստեղծարար ներուժը բացահայտել։ Այսինքն գնում է այն ճանապարհով, որ կառավարում ինքնին ուղղված է լինում այս դեպքում ավելի շատ խնդիրների լուծմանը, որտեղ որ նաև պահանջում են այդ խնդիրների լուծումը թիմային աշխատանք։ Ժամանակակից կառավարման հարացույցը, այսինքն ինքը ղեկավարը, կառավարիչը այլևս միանձնյա որոշումներ կայացնող կերպարում չի լինում եւ աշխատակիցներն այսօր դա թույլ չեն տալիս, այսինքն իրենց կերպարով եւ ավելի շատ որպիսի լինի թիմային աշխատանք եւ թիմային խնդիրների լուծում հենց ստեղծարարությունը այստեղ է պետք եւ ստեղծարարությունը ինքը նպաստում է ինքը այդ սիներգետիկ էֆեկտ ստանալուն, այսինքն երբ որ մեկ անձի արդյունավետությունը ավելի պակաս է, քան երբ որ իրենք միանում են հարագումարի են գալիս մի քանի անձանց հետ եւ ժամանակակից եւ կազմակերպությունները եւ կառավարման մոդելը ուղղված է նրան, որ ոչ թե մեկ անձի անհատական ներուժը գործածի, այլ ամբողջական, այսինքն ոնց անի որ արագ խնդիրներ լուծի, նոր խնդիրներ լուծի, նորովի լուծումներ առաջարկի եւ դրանով ինքը կառավարումը դառնում է այսպես հստակ խնդիր, թիմ եւ անհատի ստեղծարար ներուժ եւ դրանով ինքը դառնում է առաջնահերթ։ Իհարկե կան կառույցներ, կազմակերպություններ, որտեղ բնական է կարող է չխրախուսվել ստեղծարարության խնդիրը, այսինքն սա պետք չէ, բայց որ ոլորտներում տեսեք մենք ունենք այդ կաղապարը, որ հստակ է, հա, պետական ոլորտում դա չի խրախուսվում եւ հստակ է, որ ասում ենք, որ չի խրախուսվում, սա նորից գալիս է շաբլոն մտածողության առանձնահատկությունը, բայց ես ինքս երբ որ հետազոտություններ եմ իրականացրել կառավարիչների հետ, հենց պետական ոլորտի կառավարիչների հետ, չեմ կարող ասել, որ պետական ոլորտում չունենք կառավարիչներ, ում ստեղծարարության մակարդակը ցածր է կամ ավելի պակաս է, քան մասնավորում։ Պարզապես կա մեկ խնդիր, որքանով է իրենց ստեղծարարությունը դրսևորվում եւ գործածվում, այսինքն ինչի համար է դա պետք, այսինքն երբ որ չի գործածվում բնականաբար, ինքը կառավարիչը ասում է իմ համար այսպես պահեմ իմ ստեղծարարությունը, իմ ստեղծարարությունը միևնույն է ոչ մեկին պետք չէ։ Եվ դրանով ինքը ստեղծարարությունը կարծեք թե դառնում է մարդու այսպես իր ներուժը, որը որ արտաքին միջավայրում, երբ որ դրա անհրաժեշտություն լինի կգործածենք, երբ որ պետք չի լինի չենք գործածի։ Այսինքն հիմնական խնդիրը սրանում է Եվ նաև ինչու որ կառավարիչը այսօրվա պետք է ունենա ինքը ստեղծարար լինի, որովհետև հենց նպատակին հասնելու ճանապարհը ամենաայսպես կարևորը, հա, այսինքն ոնց անել եւ նոր ուղիներ գտնել, ամենակարևորը նոր ուղիներ գտնելու լավագույն միջոցը հենց կառավարչի ստեղծարարությունն է։ Իսկ դրան կարելի է զարգացնել եւ հենց մեր գիտական թեմայի արդյունքում մենք ունենք նաև տրեյնինգային ծրագիր, որտեղ որ հենց նաև գիտականորեն փորձնագիտական հիմնավորումներով ապացուցված է, որ տրեյնինգը ինչպես է զարգացնում ստեղծարարության համապատասխան չափորոշիչները, այսինքն հենց նույն մտածողության արագությունը, յուրօրինակությունը, ճկունությունը, որը որ հնարավորություն է տալիս այլընտրանքներ արագ գտնել եւ նոր լուծումներ առաջարկել, այսինքն տեղում չմնալ։ Ես մի հիմնարկում եմ աշխատում մի ընկերությունում, որի տնօրենին անվանում էինք ֆանտազիոր եւ հեգնանքով նա ֆանտաստիկ բաներ էր ուզում, մտքում միշտ ինչ-որ գաղափարներ կային, որոնք անիրականանալի էին թվում, որոշ չափով, իհարկե նրա պահանջով մենք ինչ կարողանում էինք անում էինք, իհարկե չենք ստանում այն արդյունքը, որ նա միշտ ուզում էր, եւ հետո եկանք այն եզրակացությանը, որ մենք ինքներս էլ ենք մի քիչ ֆանտազիոր եւ երևի չափավոր այդ ստեղծարարությունը շատ լավ բան է, բայց երբ որ չափը անցնում է, այս ուզում եմ ասել, ինչն է լավ, երբ որ մեծ հիմնարկի ղեկավարն է ֆանտազիոր աշխատակիցները կատարող, թե լավ է որ ղեկավարը հստակ, չսթափ մտածողությամբ մարդ է,
կոնկրետ արարողակարգով գործողությունների, իսկ ստեղծարար են աշխատակիցները։ Որն է ձեզ ավելի էֆեկտիվ արդյունք տալիս։ Շատ լավ արդյունք է, երբ որ կառավարիչը ստեղծարար է, ինքը ստեղծում է հատկապես միջավայր, որ աշխատակիցներն էլ ստեղծարար լինեն։ Եվ երբ որ թիմային մոդելն է աշխատում, այստեղ հստակ թիմային մոդելում ինքը կա նաև թիմային դերերը, իրենք ունենում են նաև այնպես չի, որ ստեղծարարությունը միշտ ենթադրում է խնդիրը լուծեցի, այլընտրանքներն առաջարկեցի, վերջ բոլոր այլընտրանքները շատ լավն են եւ ես գնում եմ այդ ինչպես դուք եք ասում եք ֆանտազիայի թռիչքով, այստեղ կան թիմերում կան նաեւ քննադատներ, այսինքն կան քննադատներ, ովքեր որ իրականացնելու գործընթացում, այսինքն ոչ թե որ երազանք է, այսինքն ես երազում եմ կազմակերպությունում, այդ ֆանտազիայի, հա, այսինքն մենք ուզում ենք կազմակերպությունում ունենալ այսպիսի նոր սարքավորում ենք ուզում ունենալ եւ սա պիտի իրականացնենք, հա, իդիցուկ, այդ դեպքում նաեւ կան այդ իրականացման ճանապարհին քննադատներ, թիմային ստեղծարարությունը դա է ենթադրում, ովքեր որ նաեւ կարող են իրականացման համար որքան շատ են քննադատում, այո, որքան շատ են քննադատում, այնքան նոր միտքի ծնունդը ավելի արագ է տեղի ունենում, այսինքն այսպես եթե չլինի քննադատություն, այդ հավասարակշռությունը պիտի պահվի, էլի, այդ ստեղծարարության կա այդ այսպես ոչ ճիշտ նաև մեկնաբանում, հա, եթե ստեղծարարը վերջ բոլոր այսպես ճակերտներում ցնդած գաղափարներ իրականություն է դառնում, իրականում այդպես է, բայց եթե մենք խոսում ենք կազմակերպությունների մասին, կազմակերպություններում ինքը դառնում է հենց այդ ստեղծարար աշխատանք արդեն ինքը ենթադրում է եւ դերերի բաշխումը հստակ եւ հստակ գործընթացը եւ նաեւ շատ կարեւոր է սիներգիան կառավարելը, որովհետեւ դա բավական դժվար գործընթաց է, այսինքն ստեղծարար լուծումները իրենք փայլատակման ընթացքում են, այսինքն այդ փայլատակումներ են տեղի ունենում եւ անդրշատ հաճախ իր համար անհասկանալի է ոնց տեղի ունեցավ, ոնց գտավ խնդիրը եւ իսկ թիմային աշխատանքում հատկապես դա ստեղծելը եւ ունելը սա շատ մեծ ջանք է կառավարչից պահանջում, որ ինքը նաև այսպիսի թիմեր ղեկավարի, այսինքն կառավար։ Եվ ինքը այդ կառավարման գործառույթ որպես այդպեսին չի իրականացնում, այսինքն ինքը այստեղ լինում է գործընթաց, որը որ ինքնին կառավարվող է, այդ ստեղծարար կառավարումը հենց դրանով է առանձնանում։ Շնորհակալություն Սուսաննա։ Հասկանալով, որ որքան կարևոր է ստեղծարարությունը մարդու մեջ, ընդ որում ոչ միայն մասնագիտական ոլորտում, այլ կյանքի բոլոր, այսպես կենսագործունեության ենթաշերտերում, արդյոք ձեր մասնագիտական պրակտիկայում հանդիպել եք դեպքերի, երբ մարդը եկել է անհատը եւ կամավոր սկզբունքով ասել է սովորեցրեք ինձ լինել ստեղծարար, այդպես ոչ թե որ կամավոր սկզբունքով, հա, այդպես որ եկել են հիմնականում կարող եմ ասել հետեւյալը, երբ որ տրեյնինգներ են իրականացնում, ստեղծարարության զարգացման տրեյնինգներ, իրենք յուրաքանչյուրի արձագանքը եւ հետադարձ կապը լինում է հետեւյալը, որ հնարավորություն են ունենում նորովի հասկանալու եւ գնահատելու նախ իրենց ստեղծարարությունը եւ ձեռք են վերում այդ մանկական անմիջականությունը, այսինքն երբ որ համադրություններ ստեղծել եւ չվախենալ այդ համադրություններից, այսինքն այդ կաղապարը չի խանգարում, որ անձը այդ ինքը նոր համադրություն է ստեղծում եւ դրա ընդառաջ է գնում դրան եւ բնական է անձը ինքը հենց այստեղ է խնդիրը, որ մի անգամից ասել, որ վաղը ինքը դարձավ նոր արդյունք ստեղծող, չէ, բայց ինքն իր գործողություններում արդեն միշտ կա, որ նորովի են նայում, նոր հայացք կա խնդրի լուծման, այսինքն խնդիրների լուծումը ինքը չի գնում, որ ես խնդիրը այսպես լուծեցի եւ վերջ, ես խնդիրը փոփոխում եմ, հա, այլ տարբերակով եմ նայում, նոր հայացք եմ նետում այդ խնդրին։ Եթե պետք է խնդրից ինչ որ բաներ հեռացնում եմ, հա, այսինքն ինչ որ խանգարող կետեր կան, որոնք որ ես խնդիրս այլ հարթության մեջ եմ փորձում լուծել եւ նմանատիպ արձագանքներ կան, հա, այսինքն իրենք կան եւ բնական է, որ ովքեր որ մասնակցում են տրեյնինգներին, իրենք նմանատիպ այսպես հետադարձ կապ ունեն, այսինքն սովորաբար ովքեր որ գալիս են տրեյնինգների մասնակցում են, իրենք նմանատիպ ձևով են արձագանքում։ Երբ գնում են լեզվի ուսուցման, ասենք օրինակ անգլերենի թեստեր կան, որպեսզի հասկանան մարդու իմացության մակարդակը, առաջին, երկրորդ, երրորդ, որպեսզի դրանից հետո սկսեն հասկանալի լինի որտեղից սկսել։ Ճիշտ ուսումնական ծրագիր մշակել։ Այո։ Իսկ այս ստեղծարարության չափորոշիչներ կան, այսինքն երբ որ մարդը չափորոշիչներ կան, այ 5 բալանի
կրեատիվ է կամ մի բան Որտեղից սկսել զարգացնել։ Տեսեք, երբ ամենասկզբում ասացինք բոլորն են ստեղծարար, հա, երբ որ բոլորն են ստեղծարար, երբ որ այս հարթության մեջ ենք նայում, հավասար պայմաններում ենք նայում, չափելու խնդիրը կարծեք թե հետին պլան է մղվում եւ գիտության մեջ այդպես էլ կա, այսինքն կա մոտեցում, որ բոլորը ստեղծարար են եւ պետք չէ չափել, այսինքն չափելու խնդիրը հետին պլան է մղվում, բայց կա նաեւ հաջորդը, որ այո կան չափորոշիչներ ստեղծարարության, որոնք որ թույլ են տալիս չափել եւ ստանալ ստեղծարարության մակարդակը։ Եվ երբ որ տրեյնինգները սկսում ենք, մենք անպայման չափում ենք, թեստեր կան եւ նաեւ գիտական հետազոտություններն են այդ թեստերի միջոցով իրականացվում։ Հարցեր են, պատկերներ են, ինչ տեսք ունեն։ Տեսեք, երկու այդպես հատված ունի թեստը, որը որ ես հենց ինքս գործածում եմ, մի դեպքում դրանք անավարտ նկարներ են, որտեղ որ անձը դրանք լրացնում է այդ նկարները եւ ստեղծում է նոր պատկերներ եւ նաեւ դրանց անվանում է տալիս, այսինքն իր խոսքային ստեղծարարությունն էլ է այստեղ դրսևորվում եւ սա ինքը կոչվում է դիվերգենտ մտածողության հատված, որտեղ որ չափորոշիչներն են մտածողության արագությունը, ճկունությունը, յուրօրինակությունը եւ կատարելագործելու միտքը կատարելագործելու ունակությունը եւ նաեւ խոսքային ստեղծարարությունը։ Իսկ հաջորդ այսպես հատվածը, որը որ կա, սա ստեղծարարության նպաստող անձնային որակներն են, այսինքն որ որակներն են, որոնք որ նպաստում են, որ եւ անձի ստեղծարարությունը կարող է դրսեւորվել եւ նաեւ ստեղծարարության ինքնագնահատումը։ Այստեղ արդեն ռիսկի գնալու ունակությունն է, բարդությունն է, այսինքն բարդ խնդիրներ լուծելու հակվածությունը, չէ՞ որ մարդիկ կան, ովքեր հակված են բարդ խնդիրներ լուծելու, մարդիկ կան, ովքեր որ չեն սիրում բարդ խնդիր, խուսափում են։ Էսկապիզմ կա, այո, խուսափումը կա եւ կա այստեղ նաեւ երևակայության մակարդակը եւ հետաքրքրասիրությունը։ Չէ՞ որ հետաքրքրասեր մարդիկ միշտ գտնում են այսպես իրենց համար խնդրի լուծման մեկ տարբերակը բավարար չէ, իրենք գտնում են նոր ճանապարհներ եւ նաեւ ստեղծարարության ինքնագնահատում, այսինքն յուրաքանչյուր անձ իր ստեղծարարությունը որքան է ինքը գնահատում եւ շատ հետաքրքիր պատկեր ունենք, որ իմ հետազոտությունները միշտ բոլորը այդպես ցույց են տալիս։ Հիմնականում ստեղծարարության մակարդակը կարող է բարձր լինել, բայց ինքնագնահատումը շատ ցածր է։ Այսինքն անձը եւ սա հիմնականում է, երբ որ ասում ենք պետական ու մասնավոր ոլորտի տարբերությունները, այստեղ կառավարիչների դեպքում սա կար, որովհետեւ եւ սրա հիմնական պատճառը հետեւյալն էր, որ փաստացի ստացվում է, որ ինչու չեն գնահատում բարձր իրենց ստեղծարարությունը, որովհետև ավելի քիչ է իրացվում իրենց ստեղծարարությունը, հա, եւ հիմնականում սա է խնդիրը։ Երբեմն լինում է, որ մարդիկ թեստերի արդյունքում միշտ այդ պայքարը կա, այսպես թեստերով հնարավոր է ստեղծարարությունը չափել նորից, հա, եթե դա միայն բոլոր անձանց բնորոշ է։ Այո, ինքը դժվար է, որովհետև հնարավոր է, որ թեստը չբացահայտի անձի հենց այդ ստեղծարարությունը։ Պարզապես մենք ապահովագրելու համար մեզ ասում ենք, որ սա թեստերի արդյունքն է եւ թեստերի արդյունքում կարող ենք բացահայտել նույնիսկ անձի համար երբեմն իր համար անհավատալի է լինում, ոնց ինքը ստեղծարար է եւ ես շատ եմ այդպես հանդիպել եմ, որ ոնց ես ստեղծարար եմ, ասում այո դուք այսինքն ձեր ստեղծարարության մակարդակը վայր։ Ստեղծարարության հոյակապ օրինակը ամեն օր հանդերձանք ընտրել է, չէ՞, հակուստ ընտրել։ Հիմա ես եկա կամած այդ հարցին, եկեք ֆոնա շատ գրքեր եք խելացի կարդացել այնց կոնկրետ այս ասպարեզին վերաբերվող, ես ավելի լավ է այս հարցը ուղղեմ ձեզ։ Ինչը ճաշակը հետաքրքիր բան է մարդու, հա, գործունեության։ Մենք հաճախ շատ գեղեցիկ համադրում ենք վերնաշապիկը, կոշիկի, պայուսակի, չգիտեմ, կանանց դեպքում եւ այլն, եւ դա ճաշակով է։ Եվ այդպես էլ գնահատում։ Եվ կարող ենք դա սխալ անել, դա կիչի վերածվի, օրինակ, հա։ Այսինքն երկու բևեռային տարբերվող կարծիքներ ձևավորի։ Այ ստեղծարարությունը դա արտահայտվում է ճաշակով մարդու ինչ որ բաներ ընտրելու եւ այլն եւ ինչ կապ ունեն իրար հետ եւ ինչպես է ձևավորվում ճաշակը, ընդհանրապես ինչ է դա, ինչ հոգեբանական երևույթ է, ճաշակ ձեռք բերել, թե դա մեկին տրված է, մյուսին չեն բերում։ Ճաշակին կարելի սովորեցնել, իհարկե օրինակներով ասել այս ասած, բայց հետո որ ազատ թողնես, մարդը ինքնուրույն կարողանա հետո այդ նույն ճաշակը բանեցնել իր ընտրություններում, հասարակական կարծիք ձևավորելու գործում եւ այլն։ Թե դա տաղանդի պես մի բան է կամ կա կամ չկա։ Հենց եթե ճաշակին
շարաշակը դիտարկենք հենց այդ համադրություններ ստեղծելու ունակությունը, այսինքն ինչպես է անձը տեսնում այդ համադրությունները եւ նոր կերպար ստանում, իհարկե այստեղ ստեղծարարության դերը միանշանակ է եւ բնական է անձը այս դեպքում կարողանում է նաեւ այդ ինքնուրույնության հետ կապը շատ հետաքրքիր է։ Սա ինքնուրույնությունը որպես անձնային որակ եւ որոշումներ կայացնելու ունակությունը եւ ստեղծարարություն։ Իրենք շատ հետաքրքիր կապ են ձևավորում, երբ որ անձը կարողանում է, այո, երբ որ ինքը ինքնուրույն է, ինքը կարողանում է նաեւ հստակ որոշել ինչ-ինչի հետ համադրել, ինչպես անել եւ չառաջնորդվել այն շաբլոններով ու կաղապարներով, որոնք որ կան։ Ստեղծարարության այսպես ակնհայտ խոչընդոտներից մեկը շաբլոն մտածողությունն է։ Կաղապարներն են, որոնք որ թույլ չեն տալիս մարդուն նորը ստեղծելու։ Եթե մենք այդ տեսանկյունից ենք դիտարկում, մենք ում ենք սովորաբար ասում, այ միանգամից աչքի չէ զարնում ճաշակով է թե ոչ, այսինքն ովքեր որ ստանդարտից, այսինքն այն շաբլոնը, որը մենք միշտ տեսնում ենք, իրեն ինքը փոխված է, արդեն նոր կերպարով է հանդես գալիս եւ սա հենց այդ առանձնահատկությունն է, որ բնական է, երբ որ մարդը շաբլոնից կարողանում է հրաժարվել եւ ինքնուրույն ինքը համադրություններ է գտնում, ինքն է տեսնում այդ համադրությունները եւ ոչ թե ուրիշներն են թելադրում։ Սովորաբար ուրիշների կողմից թելադրված համադրությունները անձի համար շատ վտանգավոր են եւ այստեղ է, որ ինքը ստեղծարարությունը միշտ շատ հետաքրքիր է, ինքը նաեւ երբ որ մարդը իրեն թվում է, թե ուրիշների կողմից տրված մտքերը, գաղափարները ինքը կկարողանա իրագործել։ Սա ամենավտանգավորն է, սրանք ստեղծարարություն չեն, սրանք հակառակ է, այսինքն ուրիշներից տրված են։ Իսկ երբ որ անձը ինքն է արդեն ստեղծում, ինքը ստեղծեց ինչ որ մի համադրություն, այստեղ նույնը ոչ միայն հագուստի մեջ, այլ նաեւ ուտեստներ պատրաստելու գործընթացում կարող է դրսել ցանկացած արտաքին գործունեության միջավայրում մարդը աշխատավայրում իր գործունեության մեջ կարող է մշտապես նույն գործողությունը կատարել եւ մարդը կարող է անընդհատ փոփոխություններ անել, այսինքն սկսել փոխել, մարդը կարող է օրինակ նույն դասավանդման մեջ անընդհատ նույն մեթոդը գործածել, բայց կարող է անընդհատ փոխել, այսինքն համադրել ունեցած այլ մեթոդի հետ եւ ստեղծել նոր այսպես համադրություններ։ Դրանով ինքը բնական է շատ մեծ կարեւորություն ունի, բայց նաեւ այստեղ ուզում եմ շեշտել արժեքների դերը, որովհետեւ ինքը ստեղծարարությունը շատ մեծ դեր ու նշանակություն, թե ընդհանրապես անձի կառույցում, որ արժեքներն են հիմնարար եւ դրանով ինքը նաեւ այդ արժեքներով պայմանավորված նաեւ այդ համադրություններ ստեղծելու խնդիրը ավելի հեշտ է դառնում, դյուրին է դառնում, բնականաբար արժեքների դերը շատ կարևոր է, ինչին են ուղղված անձի այսպես կողմնորոշումները, ինչն է իր համար կարևոր, եւ ըստ դրա նաեւ այդ ճաշակի խնդիրը, որովհետեւ ինքը ստեղծարարությունը, տեսեք, որքան որ շատ ժամանակակից է, միևնույն ժամանակ շատ վտանգավոր է, որովհետեւ միևնույն ժամանակ կարող են ստեղծվել նույն տեղահաբեր, որոնք որ կարող են մարդկանց կյանքը վնասել։ Այս դեպքում տեսեք ստեղծարարությունը դարձավ կենսաբանական զենք։ Քաղաքականությունն է կարծում եմ ստեղծարարությունը միշտ չէ որ տեղին է այստեղ հակառակը սթափ ռացիոնալ մտածելակերպ ռացիոնալիզմն է։ Դրա համար երբ խոսում ենք ստեղծարարության մասին, մենք երբ որ նույն զարգացման խնդիրն ենք դնում, մենք խոսում ենք ամբողջական անձը զարգացնելու հետ կապված, այսինքն ասում ենք որ եթե ստեղծարարությունը դարձնենք եւ համալիր ենք ուսումնասիրում, մյուս բոլոր որակների հետ ենք ուսումնասիրում, որովհետեւ տեսնենք թե անձի համար որն է առաջնահերթությունը եւ որ ուղղությամբ զարգացնենք, այսինքն ինչին է անձը ուղղված եւ որն է այսպես իր համար առաջնահերթը, եւ ըստ դրա օրինակը իմ հետազոտություններն էլ ցույց են տվել, որ արժեքների եւ ստեղծարարության հետ կապ օրինակը ավելի շատ կապ ունի բարության արժեքի հետ, կողմնորոշումն օրինակ ազատության կողմնորոշման, այսինքն այն անձիկ, ովքեր միտված են ազատության, բնականաբար իրենք եւ ազատությունը իրենց համար արժեք է, ստեղծարարությունը ավելի լավ է դրսևորվում, ավելի բարդ։ Ես ուզում եի շատ լսել ձեզանից վերլուծություն, ինչ է էմոցիոնալ ինտելեկտը։ Շատ են խոսում հիմա դրա մասին։ Էմոցիոնալ ինտելեկտ, քիչ հասկանալի չէ միջև վերջ, ժամանակ չունենք, խնդիրը դա է։ Դրա համար սոնա որը ժամանակ կանցնի, եկեք նորից հանդիպենք այստեղ, նույն կազմով եւ խոսենք էմոցիոնալ ինտելեկտի մասին, եթե դեմ չեք, Շնորհակալություն։ Ես անոնսեցի արդեն մեր հաջորդ հանդիպումը այդպեսին, ինչ որ մի ժամանակ հետո, ենթադրենք միգուցե ամիս ու կես անց մենք նորից մի հարմար պակ ընտրենք ձեզ համար, հրավիրենք ստուդիա եւ կզրուցենք դրա շուրջ եւս, թեման կարծում եմ ձեզ էլ հետաքրքիր չէ։ Շատ։ Մեր հյուրն էր Սոնա Պողոսյանը, հոգեբանության գիտությունների թեկնածու, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի Հանրապետության Կառավարման Պետական Ակադեմիայում դասավանդում է
Սոնան եւ այսօր մենք մեծ մասամբ ստեղծարարության մասին ենք խոսում եւ ինչ կարեւորություն դա ունի կառավարման ասպարեզում եւ մենք անապերությամբ կսպասենք մեր հաջորդ հանդիպմանը Սոնա։ Շնորհակալություն որ եկաք։ Ես եմ շնորհակալ։